Այս տարի կառավարությունն է ստանձնել վերաապահովագրողի դերը։ Կարկտից, ցրտից, երաշտից կապահովագրվեն 13 մշակաբույսեր, այդ թվում ծիրանը եւ խաղողը։ Անցած տարի վերջին երկուսը չէին ապահովագրվում։ Եթե մինչև 2025 թվականը կառավարությունը սուբսիդավորում էր ապահովագրավճարի 50-ից 60%-ը, 2025-ին կսուբսիդավորվի ապահովագրավճարի 70-ից 80%-ը։ Եթե վնասաբերությունը գերազանցի 200% եւ ավել լինի, ապա գերազանցող մասը եւս սուբսիդավորվելու է կառավարության կողմից։ Հատուցումը կախված է վնասի չափից, ապահովագրական երբ որ վնասը տեղի է ունենում վնասի գնահատում, կախված նրանից թե վնասը ինչ չափով է տեղի ունեցել, կախված վնասից տեղի կատարվում է փոխհատուցում։ Ապահովագրական գումարը ընտրում է տնտեսավարողը, թե ինչ գումարի շրջանակում է ուզում, որպեսզի ապահովագրություն իրականացվի։ 2023-ին վերաապահովագրող ընկերությունը վնասաբերությամբ աշխատեց եւ լքեց հայաստանյան գյուղապահովագրական շուկան։ Գյուղապահովագրության համար 2023-ին հավաքվեց 1 միլիարդ 800 միլիոն դրամ ապահովագրավճար, գյուղացում տրամադրվեց 2 միլիարդ 700 միլիոն դրամ ապահովագրական հատուցում։ Շվեյցարական Swiss-Re կազմակերպությունը, որը ստանձնել էր հայկական շուկայում գյուղատնտեսության ապահովագրության շուկայում վերաապահովագրողի դերը, այդ ժամանակահատվածում ներկայացրեց, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված ժամանակավորապես դուրս է գալիս ծրագրից։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը պարզաբանում է, թե ինչու է վնասով աշխատել վերաապահովագրող ընկերությունը։ Նախ կլիմայական փոփոխություններով պայմանավորված կարկտից, երաշտից ամբողջ աշխարհում է, որ բերքի կորուստ է լինում։ Երկրորդ, ըստ Պաշտոնյայի, տնտեսվարողները իրենց հողատարածքների ապահովագրության համար հիմնականում դիմում են այն հողատարածքի համար, որտեղ կարկտահարության ավելի մեծ ռիսկ կա։ Մասնավորապես այն տարածքներում, որ գուցե տնտեսավարողը այդ տարածքում նախկինում գուցե մշակություն չի իրականացրել, բայց իմանալով, որ ապահովագրություն կա, թեկուզ ոչ արդյունավետ մշակություն իրականացնելու պայմանում այդ տարածքում ցանկ է կատարել, մտածելով, որ ուղղակի կցանի ապահովագրություն, երբ որ կարկուտը կգա, ապահովագրությունը ուղղակի ապահովագրություն կանեն, ինքը գումար հետ վերադարձ կստանա։ Ավելի քան 270 բնակավայրերում, որտեղ կարկտի ռիսկն ավելի մեծ է, ինտենսիվ այգիների մշակմամբ զբաղվելու դեպքում կարկտապաշտպան ցանցերի ծախսի 75%-ը կսուբսիդավորի կառավարությունը։ Իրենց հողատարածքների համար ապահովագրություն կնքելու ժամկետը մինչև մայիսի 31-ն է։ Կառավարությունն այս տարի ապահովագրավճարներին կուղղի 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։